Ֆունկցիոնալ վերության դասընթացի 13-րդ եւ վերջին դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Այսօր մենք շարունակենք գծային օպերատորների ուսումնասիրությունը։ Հիշեցնեմ, որ մեր նպատակն է օպերատորների որոշ դասի համար ստանալ դրանց կանոնական տեսքը։ Ուրեմն այդ օպերատորները կոչվում են կոմպակտ օպերատորներ, որից էլ մենք սկսենք այսօր։ Կոմպակտ օպերատորներ։ Դիցուկ ունենք երկու կարող ենք սկսել բանախենթ հարաբերություններից։ Մեր հիմնական արդյունքը կլինի Հիլբերտսի հարաբերության դեպքում, բայց ընդհանուր սահմանները կարող են տալ բանախենթ դեպքում։ Ունենք երկու բանախենթ հարաբերություն եւ ունենք ինչ-որ գծային արտապատկերում անընդհատ x-ից y։ Ուրեմն սահմանում ասենք որ t-ն կոմպակտ է, եթե միավոր գնդի պատկերի փակումը կոմպակտ է։ Այսինքն վերցնում ենք t-ն, կիրառում ենք 0 կենտրոնով եւ 1 շարավղով գնդի վրա, այս ենթաբազմությունը y-ում, վերցնում ենք դրա փակումը, այս պետք է լինի կոմպակտ։ Նկատենք միանգամից, որ միավոր գունդ վերցրեցինք, բայց եթե սա ճիշտ է, ապա ցանկացած ուրիշ սահմանափակ բազմության համար պատկերը կլինի կոմպակտ։ Հարաբերական կոմպակտ այն իմաստով, որ փակումը կլինի կոմպակտ։ Ուրեմն դիտարկում եթե ունենք ինչ-որ մի B սահմանափակ բազմություն, ապա B-ի պատկերի փակումը y-ում կոմպակտ է։ Ինչու, որովհետև գծայինությունից անմիջապես հետևում է, որ եթե ես վերցնեմ ցանկացած ուրիշ գունդ, եթե վերցնեմ ցանկացած R շարավղով գունդ, ապա սրա փակումը կլինի նույնը, ինչ որ R անգամ 1 շարավղով գնդի պատկերի փակումը, դե ստեղծել անմիջապես հետևում, որ սա նույնպես կոմպակտ է։ Այսինքն ցանկացած գնդի համար մենք ունենք կոմպակտություն, իսկ ցանկացած սահմանափակ բազմություն կարելի է ինչ որ մի գնդի ենթաբազմություն է։ Հետևաբար դրա պատկերն կլինի կոմպակտ, քանի որ կոմպակտի ենթաբազմությունը, եթե փակ է, ապա կոմպակտ է։ Ուրեմն եկեք մի օրինակ նայենք, օրինակ, եթե y-ի չափողականությունը վերջավոր է, ապա ցանկացած գծային արտապատկերում կոմպակտ է։ Քանի որ միավոր գունդի պատկերը կլինի սահմանափակ, եթե վերցնում ենք փակումը կլինի սահմանափակ եւ փակ, իսկ վերջավոր շաբաթի տարածության մեջ կոմպակտները հենց դրանք փակ եւ սահմանափակ բազմություններն են։ Ուրեմն օգտագործելով կոմպակտության նկարագրությունը հաջորդականությունների միջոցով, հեշտությամբ ապացուցում ենք հետևյալ արդյունքը։ Ուրեմն T գծային արտապատկերումը կոմպակտ է, այն եւ միայն այն դեպքում, երբ տեղի ունի հետևյալը, ցանկացած x-n հաջորդականությունից ես կարող եմ ընտրել ենթահաջորդականություն, այնպիսին, որ P
xn-ին, այսինքն այդ ենթահաջորդականության պատկերը զուգամետ է։ Այսինքն որովհետեւ ստուգենք, որ ինչ որ գծային արտապատկերում կոմպակտ է, բավական է ապահովել հետևյալ հատկությունը։ Վերցնել ցանկացած սահմանափակ հաջորդականություն, օրինակ միավոր գնդի մեջ, ու ցույց տալ, որ դրանից կարելի է ընտրել այնպիսի ենթահաջորդականություն, որի պատկերը զուգամետ է y-ում։ Արագ ապացուցենք, ամենաապացուցելի բան չկա։ Օրինակ ապացուցենք, որ այս պայմանը բավարար է։ Ինչ ենք ուզում ցույց տանք, ուզում ենք ցույց տանք, որ միավոր գնդի պատկերի փակումը կոմպակտ է։ Պետք է ցույց տանք, որ սա կոմպակտ է։ Բայց ինչ է նշանակում սա կոմպակտ է։ Նշանակում է, որ ցանկացած հաջորդականությունից կարող ենք ընտրել զուգամիտող ենթահաջորդականություն։ Վերցնենք ցանկացած հաջորդականություն, ասենք y-ն, որ անկած է գնդի պատկերի փակման մեջ։ Նախ կարող ենք այս հաջորդականությունը մոտարկենք պատկերի մեջ ընկած հաջորդականությամբ։ Քանի որ փակման մեջ է, նշանակում է գոյություն ունի, ասենք z-ն, եկեք ցույց ցանկացած n-ի համար գոյություն ունի z-ն արդեն պատկերից եւ ոչ թե փակումից, այնպեսին, որ հեռավորությունը y-ի եւ z-ի ձգտում է 0-ի։ Y-ն անած z-ի նորմա փոքր է, ասենք 1/3-ից։ Քանի որ z-ը պատկերի մեջ է, գոյություն ունի x-ն, գնդի մեջ, այնպես որ x-ը հավասար է z-ի։ Բայց մենք գիտենք, որ ցանկացած սահմանափակ հաջորդականությունից ես կարող եմ ընտրել ենթահաջորդականություն, որի պատկերը զուգամետ է։ Հետևաբար գոյություն ունի ենթահաջորդականություն, այնպիսին, որ z-ն, որ հավասար է x-ն, զուգամետ է։ Այսինքն զուգամետում է ինչ-որ z սահմանի։ Բայց քանի որ z-ի եւ y-ի տարբերությունը ձգտում է 0-ի, ստեղից միանգամից կարող եմ եզրակացնել, որ y-ն է զուգամետում, y-ն է զուգամետում միևնույն սահմանին։ Y-ն զուգամետում է z-ին։ Այսինքն ինչ ցույց տվեցինք, որ ցանկացած y-ն հաջորդականությունից ես կարող եմ ընտրել y գոյություն ունի։ Ես կարող եմ ընտրել ենթահաջորդականություն, այնպես որ y-ն զուգամետ է։ Դա նշանակում է, որ այս բազմությունը կոմպակտ է։ Մոտավորապես նույն ձևով ապացուցում է, որ հակառակն է ճիշտ։ Եթե կոմպակտ է, ապա կարող ենք ընտրել ցանկացած հաջորդականությունից ենթահաջորդականություն, որի պատկերը զուգամետ է։ Այդ թողնենք որպես վարժություն։ Կա ուրիշ բնութագրիչ, ուրիշ ձև կարող ենք բնութագրել կոմպակտությունը օպերատորների։ Եկեք ես ձևակերպեմ արդյունքը Հիլբերտյան տարածության համար, Բանախյանի համար էլ ինքնուրույն փորձեք հասկանալ, որ ուղղությամբ է աշխատում ու ինչ է պետք ավելացնել, որ նույն արդյունքը ճիշտ լինի։ Թեորեմ։
Ենթադրենք, թե x եւ y-ը Հիլբերտյան տարածություններ են։ X, y-ը Հիլբերտյան տարածություններ են եւ տեն սահմանափակ գծային արտապատկերում է։ Կարող ենք ասել հետեւյալը. տեն կոմպակտ է, այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած x-n հաջորդականության համար, որը ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայով, 0-ի, այսինքն կարող է գրել նաև x-ի, բայց կարիք չկա ցանկացածի, քանի որ միշտ կարող ենք տեսնել տարբերությունը։ Ուրեմն ցանկացած x-n հաջորդականության համար, որը ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայում, պատկերը ձգտում է 0-ի ուժեղ տոպոլոգիայում։ Ուրեմն կոմպակտություն համարժեք է այս հատկությանը։ 0-ի թույլ տոպոլոգիայով ձգտող հարաժորդականությունների պատկերը ձգտում է 0-ի ուժեղ տոպոլոգիայով, այսինքն սովորական նորմի տոպոլոգիայով։ Ուրեմն ապացույց ցույց տանք, որ պայմանը անհրաժեշտ է։ Ունենք x-n հաջորդականություն, որը ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայով։ Ըստ նախորդ լեմի համաձայն, քանի որ գիտեմ, որ կոմպակտ է, ես կարող եմ ընտրել ենթահաջորդականություն։ Ես կարող եմ ընտրել ենթահաջորդականություն, այնպիսին, որ x engine ձգտում է ինչ-որ սահմանի։ Բայց մյուս կողմից ես գիտեմ, որ txn-ը, ուրեմն այս կոմպակտությունից է հետևում, ուրեմն սա ձգտում է սահմանի, երբ ջին ձգտում է անսահմանության։ Մյուս կողմից, քանի որ xn-ը ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայով, ես կարող եմ ասել հետևյալը, որ txn-ն էլ է ձգտում 0-ի թույլ տոպոլոգիայով։ Որովհետև եթե վերցնեմ սկալար արտադրյալ ցանկացած y-ի հետ, ապա սա կարող եմ գրել որպես xn t աստղանիշ y, հիմա t աստղանիշ y-ը ինչ-որ տար է x-ից, քանի որ x-ը ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայում, սա ձգտում է 0-ի։ Երբ ջին ձգտում է անսահմանության։ Այսինքն մի կողմից tx engine ձգտում է y-ի նորմով, մյուս կողմից txn-ը ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայում։ txn-ը ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայում։ Հետևաբար ինչ եմ ստանում, հետևաբար ես երկուսից մի անգամ ստանում, որ y պետք է հավասար լինի 0-ի։ Այսինքն ես ցույց տվեցի, որ եթե ինչ-որ ենթահաջորդականություն, ենթահաջորդականության համար պատկերը զուգամետ է, ապա սահմանը պետք է լինի 0։ Ուրեմն ստեղից հեշտությամբ ստանում ենք, որ իրականում ամբողջ հաջորդականությունը պետք է ձգտի 0-ի։ Որովհետև եթե ենթադրենք, որ գոյություն ունի, ենթադրենք, թե txn-ը չի ձգտում 0-ի։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է գոյություն ունի էպսիլոն եւ գոյություն ունի ենթահաջորդականություն, այնպես որ ցանկացած g-ի համար tx engine մեծ է էպսիլոնից։ Բայց կոմպակտությունից ելնելով ես նախ կարող եմ ենթադրել, որ tx engine զուգամետ է, ուրեմն կարող ենք ենթադրել tx engine ձգտում է ինչ-որ y-ի, քանի որ
Հա, սա մի բան մոռացա ասեի, վերցրել եմ հաջորդականություն, որը ձգտում է 0-ի։ Ես արդեն գիտեմ, որ թույլ զուգամետ հաջորդականությունները սահմանափակ են։ Այդ Բանախշտայնհաուսի թեորեմից է հետևում, որ եթե x-ը ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայում, ապա x-ը սահմանափակ է։ Սրա մասին մենք խոսել ենք արդեն։ Ուրեմն x-ը սահմանափակ է, հետեւաբար կարող եմ ընտրել ենթահաջորդականություն, որ զուգամետ է։ Մյուս կողմից tx-ը ձգտում է 0-ի, հետեւաբար զուգամետության սահմանը կարող է լինել միայն y հավասար է 0-ին։ Հիմա ենթադրենք, թե ինչ որ մի tx-ի համար, որը թույլ ձգտում է 0-ի, ինչ որ մի x-ի համար, որը թույլ ձգտում է 0-ի, tx-ը չի ձգտում 0-ի։ Այդ դեպքում ճիշտ է սա, ընդ որում կարող եմ ենթահաջորդականություն ընտրել այնպես, որ tx-ն ձգտում է y-ի։ Բայց եթե tx-ն ձգտում է y-ի, այս նախորդ փաստարկը ցույց է տալիս, որ y-ը պարտավոր է հավասար լինել 0-ի։ Դες ստանում եմ հակասություն, որովհետև մի կողմից tx-ները նորմով մեծ էին էպսիլոնից, մյուս կողմից ձգտում են 0-ի։ Որտեղից է գալիս հակասությունը։ Հակասությունը գալիս է ստեղից, որ ինչ որ հաջորդականության համար ենթադրեցի, որ tx-ը չի ձգտում 0-ի։ 0-ին ձգտող թույլ տոպոլոգիայով ինչ որ հաջորդականության համար tx-ը չի ձգտում 0-ի։ Սրանով անհրաժեշտության ապացույցն ավարտվում է։ Հիմա հակառակ ուղղությամբ ցույց տանք։ Ինչ եմ ուզում ցույց տալ, ուզում եմ ցույց տալ, որ եթե թույլ տոպոլոգիայում 0-ին ձգտող հաջորդականությունների պատկերը ձգտում է 0-ի ուժեղ տոպոլոգիայով, այսինքն նորմի տոպոլոգիայով, ապա տեն կոմպակտ է։ Ուրեմն ինչ ենք անում, վերցնում ենք ցանկացած հաջորդականություն։ Ինչ պետք է ցույց տամ, այս լեմնի համաձայն, մի հատ նորից հիշենք, լեմնի համաձայն։ Այստեղ պաստորեն ես տեսնում եմ, որ ես բան եմ մոռացել, ցանկացած x-ի համար չէ, ցանկացած սահմանափակ x-ի համար։ Այստեղ պետք է ավելացնել սահմանափակ բառը։ Սահմանափակ։ Ցանկացած սահմանափակ հաջորդականությունից կարելի է ընտրել ենթահաջորդականություն, որի պատկերը զուգամետ է։ Ուրեմն, որպեսզի ցույց տամ կոմպակտությունը, ես պետք է ցույց տամ, որ ցանկացած սահմանափակ հաջորդականությունից կարելի է ընտրել ենթահաջորդականություն, որի պատկերը զուգամետ է։ Ուրեմն ընտրենք ցանկացած սահմանափակ հաջորդականություն։ Այսինքն վերցնում ենք x-ն, x-ում, որը սահմանափակ է։ Քանի որ սահմանափակ է, ինքը կոմպակտ է թույլ տոպոլոգիայում։ Այսինքն նրա փակումը կոմպակտ թույլ տոպոլոգիայում, հետեւաբար գոյություն ունի ենթահաջորդականություն, այնպես որ x engine թույլ զուգամիտում է ինչ-որ մի x վեկտորի, բայց ես ինչ է նշանակում, նշանակում է տարբերություն զուգամիտում է 0-ի։ x engine հանած x-ը թույլ զուգամիտում է 0-ի։ Նա օգտագործում են պայմանը, որ թույլ զուգամիտող հաջորդականությունների պատկերը զուգամետ է 0-ին զուգամետ է 0-ին, հետեւաբար ստեղից եզրակացնում եմ, որ t x-ng հանած x-ը զուգամիտում է 0-ին, իսկ ես ինչ է նշանակում, ես նշանակում, որ tx-ng զուգամիտում է նորմով tx-ին։ Այսինքն տրված x-n հաջորդականությունից սահմանափակ ես կարողացա ընտրել ենթահաջորդականություն, որի պատկերը զուգամիտում է։ Լեմնի համաձայն ես նշանակում է, որ P օպերատորը կոմպակտ է։ Դրանով ապացույցն ավարտվում է։ Ուրեմն վարժություն քննարկել նույն արդյունքը բանական դեպքում։ Քննարկել նույն արդյունքը
բանական դեպքում։ Ստեղ մենք օգտագործեցինք մի հատկություն, որն ասում է, որ սահմանափակ հաջորդականություններից կարելի է ընտրել թույլ զուգամիտող ենթահաջորդականություն։ Այսինքն սրա վրա է պետք ուշադրություն դարձնել, հասկանալ, թե որ դեպքում է աշխատում, որ դեպքում չի աշխատում։ Շատ լավ, եկեք օրինակներ նայենք կոմպակտ օպերատորների։ Առաջի օրինակը անընդհատ ֆունկցիաների տարածությունում թող x-ն ու y-ը լինեն նույն տարածությունը ու դա կլինի անընդհատ ֆունկցիաների տարածությունը 0,1 հատվածի վրա։ 0,1-ի վրա անընդհատ կոմպլեքս արժեքներով կամ իրական արժեքներով տարբերություն չկա, ֆունկցիաների տարածությունն է, բնականաբար վերցնում է մաքսիմումի նորմա։ F-ի նորմա հավասար է մաքսիմում fx, որտեղ x-ը փոխվում է 0,1 միջակայքում։ Վերցնում եմ ինչ-որ անընդհատ ֆունկցիա քառակուսու վրա, 0,1 0,1-ի վրա, և նայում եմ հետևյալ արտապատկերումը, f-ը x կետում հավասար է ինտեգրալ 0-ից 1 կա xy fy dy։ Այսինքն նայում եմ կա միջուկով ինտեգրալ օպերատոր։ Կան մի շարք ակնհայտ հատկություններ։ Նախ ակնհայտ է, որ տեն իրոք արտապատկերում է x-ից x։ Ինչի, որովհետև եթե ես վերցնում եմ, ինչ պետք է ցույց տամ, պետք է ցույց տամ, որ եթե f-ը անընդհատ է, ապա tf-ն էլ է անընդհատ։ Եկեք մի րոպե ենթադրենք, որ սա ապացուցել ենք, որովհետև ավելի ուժեղ հատկություն ենք ապացուցելու, մեզ պետք է ոչ միայն անընդհատություն, մեզ պետք է կոմպակտությունը։ Մի բան մոռացա նշել, որ ստեղ մենք ենթադրեցինք, որ տեն գծային և սահմանափակ արտապատկերում է, կարող ենք ենթադրել միայն գծայնությունը ու ասել, որ կոմպակտ է, եթե միավոր գնդի պատկերի փակումը կոմպակտ է։ Ինչի, որովհետև եթե միավոր գնդի պատկերի փակումը կոմպակտ է, մասնավորապես ինքը սահմանափակ է։ Հետևաբար միավոր գնդի պատկերը սահմանափակ է, իսկ եթե նշանակում է, որ տենը անընդհատ է, այսինքն կոմպակտությունից միայն այս հատկությունից, որ միավոր գնդի պատկերի փակումը կոմպակտ է, հետևում է, որ տենը անընդհատ է։ Այսինքն ստեղ մենք ուզում ենք ապացուցել, որ տեն կոմպակտ է, այդ մեր նպատակն է, առաջի կետը ասում է, որ տեն արտապատկերում է x-ից x և տեն սահմանափակ է։ Այդ երկու հատկություններն էլ հետևանք կլինեն ավելի ուժեղ հատկության։ Այսինքն եկեք այս բանին ես ենթադրեմ, որ ապացուցել ենք, որ եթե f-ը անընդհատ է, ապա tf-ն է անընդհատ։ Երկրորդ հատկությունը սահմանափակությունը նույնպես ակնհայտ է, որովհետև եթե ես վերցնեմ tf-ի նորմա, ես կարող եմ գնահատել հետևյալ ձևով։ Ես կարող եմ կլինի մաքսիմում և x-ը պատկանում է 0,1-ին, ինտեգրալ 0-ից 1, k-ի բացարձակ արժեք, անգամ f-ի բացարձակ արժեք dy։ Բայց սա ես կարող եմ գնահատել f-ի նորմով, հետևաբար այս մաքսիմումը կարելի է գնահատել հետևյալ ձևով, այս կլինի ավելի փոքր, քան f-ի նորմ, անգամ մաքսիմում, երբ x-ը պատկանում է 0,1-ին, այս ինտեգրալ է, ինտեգրալ 0-ից 1, kxy, dy, բայց կան անընդհատ ֆունկցիա է, նշանակում է սա փոքր է ինչ-որ մի c թվից, և հետևաբար ինտեգրալն կլինի փոքր նույն c թվից։ Այսինքն,
t-ի սահմանափակ լինելը միանգամից հետևում է այս փոքր հաշվարկից։ Ինչ ենք մենք ուզում ցույց տալ։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ t-ն կոմպակտ է։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ t-ն կոմպակտ է։ Դրա համար մեզ անհրաժեշտ է հիշել կոմպակտ բազմությունների նկարագրությունը C01 տարածության մեջ։ Եմ իջեցնեմ, որ an, եթե an ընկած է C01-ի մեջ, ու եկեք ենթադրենք, որ անփակ է։ Կոմպակտությունը միշտ, եթե կոմպակտ է, ապա պետք է մի փակ։ Վերցրել եմ a ենթաբազմություն, անդադար ֆունկցիաների տարածության մեջ, ու ենթադրում եմ, որ անփակ է։ Դեպքում ճիշտ է հետևյալը, ուրեմն an կոմպակտ է, an եւ միայն այն դեպքում, երբ an եկեք պարզ դեպքը վերցնեմ, ոչ թե ամեն կետում վերցնեմ, այլ հավասարաչափ վերցնեմ, դրանք նույնն են իրականում, an հավասարաչափ հավասարաստիճան անընդհատ է։ Անընդհատ է։ Այս ինչ է նշանակում։ Այս նշանակում է հետևյալը, որ ցանկացած էպսիլոնի համար ես կարող եմ ընտրել դելտա, այնպես որ ցանկացած f-ի համար a-ից եւ ցանկացած x-y-ի համար 0-1-ից, եթե ես գիտեմ, որ x-y-ի միջև հեռավորությունը փոքր է դելտայից, ապա fx անած f-y-ի միջև հեռավորությունը փոքր է էպսիլոնից։ Այս կոմպակտության նկարագրությունն է անընդհատ ֆունկցիաների տարածության մեջ։ Կոմպակտությունը ըստ էության հավասարազոր է սրան, եթե մոռանանք փակ դնելու մասին։ Եթե ունենանք մի ֆունկցիա, ապա այն ինչ որ գրված է ստեղ է հավասարաչափ անընդհատությունն է։ Հավասարաստիճանը վերաբերում է նրան, որ այս դելտան կարող եմ ընտրել հավասարաչափ ոչ միայն x-y-ի նկատմամբ, այլև բոլոր ֆունկցիաների համար։ Բոլոր ֆունկցիաների եւ բոլոր x-y-ների համար ես կարող եմ ընտրել միևնույն դելտան։ Ուրեմն C01 տարածության a փակ ենթաբազմությունը կոմպակտ է, այն եւ միայն այն դեպքում, երբ an հավասարաչափ հավասարաստիճան անընդհատ է։ Այսինքն, այս մեր կոնկրետ դեպքում ինչ է պետք ցույց տալ։ Պետք է ցույց տալ հետևյալը, որ եթե ես վերցնում եմ TF բազմությունը, որտեղ F-ը պատկանում է միավոր գնդին, ապա սա հավասարաչափ հավասարաստիճան անընդհատ է։ Բայց սա շատ հեշտ է ցույց տալ օգտագործելով k-ի հավասարաչափ անընդհատությունը։ Եկեք վերցնենք ցանկացած էպսիլոն դրական թիվ։ Այդ դեպքում կարող եմ ընտրել այնպիսի դելտա, որ ցանկացած x1, x2, y-ի համար 0-1-ից ճիշտ է հետևյալը, եթե x1-ի եւ x2-ի միջև տարբերությունը փոքր է դելտայից, ապա k x1 y անած k x2 y-ի միջև տարբերությունը փոքր է էպսիլոնից։ Այսինքն ես այստեղ երկրորդ արգումենտը նույնը վերցրեցի։ Կարող եմ վերցնել ստեղ y1 y2 ու այդ դեպքում պետք է ենթադրել, որ սրանց տարբերությունն է փոքր դելտայից եւ y-ների միջև տարբերությունն է փոքր դելտայից։ Ես ինձ հետաքրքիր է միայն այն դեպքը, երբ առաջի արգումենտներն են տարբերվում միմյանցից, դրա համար վերցնում եմ երկրորդ արգումենտը նույնն է։ Այդ դեպքում կարող եմ գրել հետևյալը, որ ցանկացած f-ի համար միավոր գնդից x-ում եւ ցանկացած x1 x2-ի համար 0-1-ից, որոնց միջև հեռավորությունը փոքր է դելտայից, ճիշտ է հետևյալը, TF x1, TF x2, այս փոքր կամ հավասար է ինտեգրալ 0-ից 1
K x1 y fy եկեք մի անգամից բան տակ դրեմ անած K x2 y բացարձակարժեք fy եւ dy այսինքն օգտագործելով k-ի բացահայտ տեսքը ու ինտեգրալի գծայնությունը ես կարող եմ x1 x2 կետերում տարբերությունը արտահայտել անպատասխան k-երի տարբերությամբ բազմապատկած f-ով բացարձակարժեք են վերցնում ստացվում է սա ուրեմն այս առաջի արտադրիչը ըստ ենթադրության փոքր է էպսիլոնից սա փոքր կամ հավասար է էպսիլոնից երկրորդ արտադրիչը ինքը փոքր կամ հավասար է 1-ից քանի որ f-ը պատկանում է միավոր գնդին եթե արտադրյալ փոքր է էպսիլոնից ինտեգրում եմ 0,1-ի վրա ստացվում է սա փոքր կամ հավասար է էպսիլոնից այսինքն ես ցույց տվեցի որ միավոր գնդի պատկերը հավասարաչափ հավասարաստիճան անընդհատ է հետեւաբար փակումը կլինի կոմպակտ այսինքն անընդհատ միջուկով ինտեգրալ օպերատորները սահմանափակ միջակայքերի վրա տալիս են կոմպակտ արտապատկերումներ անընդհատ ֆունկցիաների տարածության մեջ լավ էս առաջի օրինակն էր եկեք եւս մի օրինակ նայենք Հիլբերտյան տարածության այս անգամ վերցնում եմ L2 տարածությունը ու ցանկացած իժի բնական թվերի համար ֆիքսում եմ ինչ-որ մի iժի կոմպլեքս տիպ։ Ենթադրում եմ հետևյալը, այս iժի կոմպլեքս թվերի համար, որ գոյություն ունի այնպիսի C, իսկ պայմանն է iժների վրա, գոյություն ունի այնպիսի C դրական տիպ, որ ճիշտ է հետևյալը, եթե վերցնեմ ֆիքսեմ in ու վերցնեմ գումարը iժների բացարձակարժեքների, ապա այն կստացի փոքր այս C թվից, եւ եթե վերցնեմ ցանկացած J եւ նայեմ գումարը ըստ I AIJ բացարձակարժեք, ապա նույնպես կստացվի ավելի փոքր, քան այս C թիվը։ Ես ենթադրում եմ, որ այս AIJ կոմպլեքս թվերը բավարարում են այս պայմանին։ Եկեք դիտարկենք հետևյալ արտապատկերումը, ես ուզում եմ ստանալ արտապատկերում L2-ից L2, որը սահմանված կլինի հետևյալ բանաձևով, TX-ի I-երորդ անդամը հավասար է գումար AIJ XG, J-ն հավասար է 1-ից անսահմանություն։ Այսինքն վերցնում եմ անվերջ մատրիցը AIJ տարերով ու բազմապատկում եմ XG սյունյակով։ Եթե մենք նայենք L2-ը վերջավոր բազմության վրա, ոչ թե n-ի վրա, այլ վերջավոր բազմության վրա, այս ըստ էության կլներ AIJ մատրիցով տրված գծային արտապատկերումը։ Այս նայում եմ այդ նույն բանը անվերջ չափանի դեպքում։ Եկեք ակնհայտ է, որ տեն գծային է, բայց դեռ ակնհայտ չի, որ պատկերը պատկանում է L2-ին, այսինքն դեռ ես չգիտեմ, արդյոք սա ճիշտ է, արդյոք ճիշտ է, որ տեն L2-ից գնում է L2։ Եկեք համոզենք, որ դա ճիշտ է, դրա համար ինչ պետք է անենք, վերցնենք գումար, հաշվենք L2 նորմը, TXI բացարձակարժեք տարակուսի, in հավասար է 1-ից անսահմանություն, այս ինչ է, ուրեմն գումար, in հավասար է 1-ից անսահմանություն, եւս մի գումար, J-ն 1-ից անսահմանություն, AIJ XG սրա քառակուսի։ Այսինքն n ինչ որ գրված է ստեղ, այս TX-ի L2 նորմի քառակուսին է, եթե ինքը վերջավոր է իհարկե։ Ուրեմն ստեղ կիրառում եմ Կոշի-Շվարցի անհավասարությունը, բայց այս AIJ-ին ներկայացնում եմ հետևյալ ձևով։ AIJ
1/2 աստիճան եւ մյուս անդամը կլինի AIG 1/2 աստիճան անգամ XG բացարձակ արժեք։ Այսինքն այս բացարձակ արժեքը կարող եմ գրել գումարի տակ ու այս անդամը ներկայացնել որպես սրա եւ սրա արտադրյալ։ Ու կոշեշվարձը կիրառում եմ սրան։ Ստացվում է ինչ գումար 9 հավասար է 1-ից անսահմանություն, եւս մի գումար J-ին 1-ից անսահմանություն, AIG 1/2 քառակուսի, այսինքն ստացվում է AIG, քանի որ ստեղ քառակուսի կար, 1/2 աստիճան չի լինի, այսինքն կլինի սա, բազմապատկած այս մյուսի հետ, J-ին 1-ից անսահմանություն, AIG 1/2 քառակուսի անգամ XG քառակուսի։ Հիմա այս առաջի անդամը գումարն է SG, այս սրա հիման վրա ես կարող եմ գնահատել C-ով։ Սա կլինի փոքր կամ հավասար C-ից։ Հետևաբար այս ամբողջը կարող եմ գնահատել հետևյալ ձևով, դասի փոքր կամ հավասար C անգամ, ուրեմն սա դուրս հանեցի գումարի տակից ու փոխում եմ գումարների տեղերը, քանի որ դրական անդամների իրավունք ունեմ, J-ին 1-ից անսահմանություն, XG-ին կարող եմ դուրս անել, XG քառակուսի, եւ գումար 9-1-ից անսահմանություն, AIG։ Ինչ է ստացվում ստեղ, սա, այս երկրորդ անհավասարության հիման վրա փոքր է C-ից, այսինքն ստեղ առաջանում է C քառակուսի, իսկ այն ինչ որ մնացել է, այտենց X-ի L2 նորմն է։ Այսինքն ես ցույց տվեցի, որ Px-ը պատկանում է L2-ին եւ Px-ի L2 նորմը գնահատվում է X-ի L2 նորմով։ Հետևաբար տեն գծային արտապատկերումը L2-ից L2։ Հիմա ինձ հետաքրքրում է, թե արդյոք այս գծային արտապատկերումը կոմպակտ է։ Ուրեմն հեշտ է նկատել, որ եթե ոչի պայման չդեմ, ապա կոմպակտ չի լինի, որովհետև միավոր արտապատկերումը, եթե վերցնեմ օրինակ AIG-ին հավասար է դելտա IG, AIG-ին վերցնեմ 1 երբ 9 հավասար է G-ի եւ 0 երբ 9 հավասար չի G-ի, ապա այս պայմանները բավարարված են, կարող եմ վերցնել C-ն հավասար է 1 ու տեն կոմպակտ չի լինի։ Տեն կստացվի պարզապես միավոր արտապատկերում, որը կոմպակտ չի։ Քանի որ միավոր արտապատկերման դեպքում գունդը մնում է իր գնդի պատկերը գունդ է, իսկ գունդը կոմպակտ է միայն վերջավոր չափանի տարածությունների մեջ։ Հետևաբար ինչ որ լրացուցիչ պայման է պետք, ուրեմն լրացուցիչ պայմանը հետևյալն է։ Ես ենթադրում եմ, որ հետևյալ հաջորդականությունը ձգտում է 0-ի։ Ուրեմն պայմանը հետևյալն է, նշանակենք A մեծատառով գումար AIG երբ 9 փոխվում է 1-ից անսահմանություն եւ պահանջում եմ, որ սա ձգտի 0-ի, երբ J-ին ձգտում է անսահմանության։ Այսինքն, ինչ ենք մենք պահանջել մինչև էս պահանջել ենք, որ սա լինի սահմանափակ C-ով եւ այս գումարը, որը նույնն է ինչ որ ստեղ գրված գումարը, լինի սահմանափակ։ Հիմա մի քիչ ավել եմ պահանջում, ես պահանջում եմ, որ երկրորդ գումարը ոչ միայն լինի սահմանափակ, այն ձգտի 0-ի, երբ J-ին ձգտում է 0-ի, այսինքն ես ենթադրում եմ առաջինը եւ ենթադրում եմ նաեւ այս երկրորդը։ Ուրեմն ես կգնեմ, որ այս դեպքում P արտապատկերումը կլինի կոմպակտ։ Ուրեմն ցույց տանք, որ P-ն կոմպակտ է։ Մենք ինչ պետք է ցույց տանք, համաձայն այս վերևում ապացուցված արդյունքի, մենք գիտենք, որ Հիլբերտյան տարածությունների դեպքում կոմպակտությունը այդ նույնն է, որ 0-ին թույլ զուգամետ հաջորդականությունների պատկերը ձգտում է 0-ին։
Վերցնում ենք ցանկացած x-n հաջորդականություն, x-n1, x-n2 եւ այլն, որը ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայով։ Եվ n-ը ձգտում է անսահմանության։ Ուրեմն նախ նկատենք, որ S նույն բանն է, որ ասենք հետևյալը, որ գոյություն ունի C դրական թիվ, այնպես որ ցանկացած G-n-ի համար x n G-ն փոքր է C-ից, նաև եկեք C1 գրեմ, որ ինձ C-ը չկարմենք, C1, և ցանկացած G-ի համար x n G-ն ձգտում է 0-ի և n-ը ձգտում է անսահմանության։ Ուրեմն L2 տարածության մեջ թույլ տոպոլոգիայով 0-ին ձգտելը նույնն է, ինչ որ ասել հետևյալը։ Հաջորդականությունը սահմանափակ է և բոլոր կոորդինատները, այսինքն վերցնում ենք G-երորդ կոորդինատը, բոլոր հաջորդականությունների մեջ վերցնում ենք G-երորդ կոորդինատը, այդ պետք է ձգտի 0-ի և n-ը ձգտում է անսահմանության։ Եկեք մի հատ արագ հասկանանք, թե ինչի է սա ճիշտ։ Ուրեմն այս մի ուղղությամբ, այն որ պայմանը անհրաժեշտ է, այս համարյա ակնհայտ է, թողնում եմ ձեզ ինքնուրույն հասկանալու համար, ակնհայտ։ Եկեք մենք հակառակ ուղղությամբ ապահովենք, ցույց տանք, որ պայմանը բավարար է։ Ուրեմն ինչ պետք է ցույց տանք, պետք է ցույց տանք, որ ցանկացած y-ի համար L2-ից, եթե վերցնեմ սկալար արտադրյալ y xn, որը հիշեցնեմ հավասար է գումար G-ն 1-ից անսահմանություն YG գծիկով XNG, սա ձգտում է 0-ին։ Բայց այս տեսակ բան մենք արդեն արել ենք, օրինակ ինչ կարող ենք անել, կարող ենք գումարը բաժանել 2 մասի։ Գումարը բաժանում ենք 2 մասի, գումար 1-ից n և գումար n գումարած 1-ից անսահմանություն։ Առաջինը ձգտում է 0-ի, քանի որ վերջավոր թվով անդամներ կան, այսինքն բավական է ցույց տալ, որ երկրորդը փոքր է ցանկացած էպսիլոն դրական թվից, եթե n-ը վերցնում եմ բավականաչափ մեծ, ու այդ պետք է լինի հավասարաչափ փոքր n-երի նկատմամբ։ Մեկ է գրենք գումար G-ն հավասար է n գումարած 1-ից անսահմանություն, ես վերցնում եմ բացարձակ արժեքով YG գծիկով X NG, ու ես պետք է վերցնեմ սուպրեմում, երբ n-ը մեծ կամ հավասար է 1-ից։ Կիրառում ենք Կոշի-Շվարցյան հավասարությունը, ստացվում է սուպրեմում, երբ n-ը փոքր n-ը մեծ կամ հավասար է 1-ից, գումար YG քառակուսի 1 երկրորդ, G-ն փոխվում է n գումարած 1-ից անսահմանություն, անգամ սա էլ արդեն կարող եմ վերցնել G-ն բոլորը 1-ից անսահմանություն XNG քառակուսի ու նույնպես 1 երկրորդ։ Բայց ես գիտեմ, որ ես ինչ եմ ասել ստա, ես մի րոպե, ես սա չէի ես ուզում ասել։ Ես ուզում եմ ասել, որ հաջորդականությունը սահմանափակ է։ Ես ընդհանրապես ճիշտ չի։ Ստա ես ուզում եմ ասել, որ եթե x-n-ը ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայով, ինչ պետք է լինի, պետք է հաջորդականությունը լինի սահմանափակ,
Ուրեմն գոյություն է այնպիսի ցնեք, որ ցանկացած n-ի համար ոչ թե xng-ի բացարձակ արժեքն է, այլ xn-ի նորմն է։ Վերցնում ենք xn-ը եւ սրա նորմը։ Ուրեմն xn հաջորդականությունը ձգտում է 0-ի, xn-ը փոքր էլ է 2-ի հաջորդականությունը ձգտում է 0-ի, եթե նորմերը հավասարաչափ սահմանափակ են եւ յուրաքանչյուր կոորդինատը ձգտում է 0-ի։ Ուրեմն մի ուղղությամբ ակնհայտ է, հակառակ ուղղությամբ վերցնում ենք s, սա կլինի փոքր կամ հավասար ցնեգից, ըստ ինտեգրության։ Ստեղ ունենք զուգամիտող շարքի մնացորդը, քանի որ այս շարքը զուգամետ է, եւ սա պետք է ձգտի 0-ի, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Այսինքն այս ամբողջը ձգտում է 0-ի, երբ մեծ n-ը ձգտում է անսահմանության։ Այսինքն մենք այս գումարը, այս կալար արտադալ, ներկայացրեցինք երկու գումարների տեսքով, երկու անդամների գումարի տեսքով։ Առաջինը ձգտում է 0-ի ցանկացած ֆիքսած n-ի դեպքում, երկրորդը ձգտում է 0-ի, հավասարաչափ ըստ փոքր n-ի, երբ n-ը ձգտում է անսահմանության մեծ n-ը։ Ստեղից անմիջապես տանում ենք ինչ որ պետք է, որը ձգտում է 0-ի։ Վերադառնանք մեր օրինակին, մենք ուզում ենք ցույց տալ, որ ST արտապատկերումը այլ երկուց դերեկույթ ոչ միայն անընդհատ է, այլև կոմպակտ։ Դրա համար պետք է ցույց տալ, որ ցանկացած 0-ի ձգտող թույլ տոպոլոգիայի 0-ի ձգտող հաջորդականության պատկերը ձգտում է 0-ի ուժեղ տոպոլոգիայում։ Դե գրենք TXN-ի քառակուսին, TXN նորմի քառակուսին, Մենք ընտրություն, որ նույնպես սրա կարիքը չկար էլ։ Քանի որ այս պայմանից մի անգամից է հետևում, լավ մի հատ գրենք, տեսնենք ինչ է ստացվում։ Ուրեմն սա հավասար է, մենք մի անգամ արդեն հաշվել ենք։ Դուք գործենք մեր հաշվարկը։ Ուրեմն TXN-ը սա է։ Գնահատել ենք այս սրանով։ Նա TXN-ը եթե նույն բանն ենք անում, ստացվում որ սա փոքր կամ հավասար է։ Գումար, ինչ է գրված։ Գումար ժին մեկից անսահմանություն։ Սա հենց արժին է, C-ն մոռացա, ուրեմն C, արժի և X, N, X, NG, հարակուսին։ Այսինքն այսքան մանրամասնի կարիքը չկար, բայց հիմա ինչ ենք ուզում ցույց տանք, ուզում ենք ցույց տանք, որ սա ձգտում է 0-ի, անում ենք մոտարապես նույն բանը, ասում ենք, որ այս արժին ձգտում է 0-ի, հետեւաբար ինչ որ մի պահից սկսած ինքը ավելի փոքր է, քան էպսիլոնը, դա ներկայացնում ենք երկու գումարների տեսքով, ուրեմն սա հավասար է C գումար ժին հավասար է 1-ից ինչ որ մի ցանկացած թիվ, ասենք մեծակարժի, արժի XNG եւ գումար ինտերնի քառակուսի եւ գումար C անգամ եկեք գրենք փոքր կամ հավասար է J մեր վերցնում ենք ամեծ, որ ինքը փոքր արժին փոքր լինի էպսիլոնից։ Ստացվում է C անգամ էպսիլոն եւ գումարած J-ն հավասար է J գումարած 1-ից անսահմանություն X N G քառակուսի։ Հիմա X-ը ձգտում է 0-ի, նշանակում է սա սահմանափակ է, այս փոքր ինչ որ մի C1 թվից, հավասարաչափ ըստ n-ի։ Այսինքն ես այս արտահայտությունը
գնահատեցի ինչ-որ մի անդամով, որը ձգտում է 0-ի երբ n-ը ձգտում է անսահմանության, և ինչ-որ մի թվով, որը հավասարաչափ փոքր է ցանկացած դրական թվից։ Դրանից ամենաշատես հետևում է, որ այս txn-ը ձգտում է 0-ի երբ n-ը ձգտում է անսահմանության։ Այսինքն ես ցույց տվեցի, որ այս ձևով սահմանված արտապատկերումը կոմպակտ է։ Շատ լավ է, մեր օրինակներն էին։ Ուրեմն մինչև կանոնական տեսքին անցնել ևս մի արդյունք ապացուցենք, ուրեմն թեորեմ։ Երեք մաս։ Առաջինը ասում է, որ եթե մենք ունենք կոմպակտ օպերատորների սահման, օպերատորային տոպոլոգիայում, ապա սահմանը նույնպես կոմպակտ է։ Ես վերցնում եմ T-ն հաջորդականություն, և վերադառնում ենք բանախյան տարածությունների մեջ։ Կամ որպեսզի պարզ լինի, Հիլբերտյանում անենք, հեշտությամբ կարող եք տեսնել, որ համապատասխան արդյունքները ճիշտ են նաև բանախյան տարածությունների։ Մենք վերցնում ենք T-ն օպերատորների հաջորդականություն, և ենթադրում ենք, որ ցանկացած n-ի համար T-ը կոմպակտ է, և T-ը զուգամիտում է T-ին հավասարաչափ օպերատորային տոպոլոգիայով, այսինքն նորմի տարբերության նորմը ձգտում է 0-ի, ապա T-ն կոմպակտ է։ Այսինքն կոմպակտ օպերատորների սահմանը նույնպես կոմպակտ է։ Երկրորդ կետը ասում է, որ եթե T-ն կոմպակտ է, T-ն կոմպակտ է այն և միայն այն դեպքում, երբ համալուծն է կոմպակտ։ Եվ երրորդ կետը ասում է, որ եթե ունենք մի հատ կոմպակտ, մի հատ էլ սահմանափակ, ապա համադրույթը, որում ցանկացած հետաքականությամբ կոմպակտ է։ Եկեք ցույց տանք այս հատկությունները, որում ես կապացուցեմ A և B կետերը, երրորդը շատ հեշտ է, թողնում եմ ձեզ։ Ուրեմն ապացույց։ Ինչ ենք ուզում ցույց տանք, ուզում ենք ցույց տանք, որ հավասարաչափ օպերատորային տոպոլոգիայի սահմանը կոմպակտ օպերատորների համար նույնպես կոմպակտ է։ Տարբեր ձևեր կարող ենք հաջորդականություններով անել, այսինքն ցույց տալ, որ եթե ունենք հաջորդականություն, ապա կա զուգամետ չէ, ենթհաջորդականություն, որի պատկերը զուգամետ է։ Դրա համար պետք է օգտագործենք այն անկյունագծային եղանակը։ Ուրիշ ձևով էլ կարող ենք օգտագործենք կոմպակտների նկարագրությունը։ Ուրեմն ես պնդում եմ հետևյալը, որ եթե ունեմ ճիշտ է ցանկացած տարածության մեջ, մետրիկական տարածությունների մեջ է ճիշտ։ Եթե ունեմ ինչ-որ A ենթաբազմություն, ապա A-ի փակումը կոմպակտ է, եկեք կոմպակտությունը այսպես ասենք, ուրեմն այս նշանակում է, որ կոմպակտ է, այն և միայն այն դեպքում, և ցանկացած էպսիլոն դրական թվի համար, ես կարող եմ գտնել վերջավոր թվով կետեր տարածությունից, այնպես, որ an ընկած է այս կետերի շուրջ կառուցած էպսիլոն շարավղով գնդերի միավորման մեջ։ Ուրեմն A բազմության փակումը կոմպակտ է, կամ կարող ենք ասել անհարաբերական կոմպակտ է, այսինքն փակումը կոմպակտ է, այդ նույն բանն է,
Այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած էպսիլոնի համար ես կարող եմ գտնել վերջավոր թվով էպսիլոն շարավողով բաց գնդեր, որոնց միավորումը պարունակում է ան։ Մեծ կոմպակտի նկարագրություններից մեկն է, սրա մասին խոսել ենք ինչ-որ ժամանակ առաջ։ Հիմա ցույց տանք, որ սա ճիշտ է։ Եվ ինչ պետք է անենք, այսինքն շատ ճիշտ է ինչի համար, պետք է վերցնեմ ան հավասար է միավոր գնդի պատկերը այս T գծային արտապատկերման համար, եւ պետք է ցույց տամ, որ այս հատկությունը ճիշտ է։ Հիմա, քանի որ Tn-ը ձգտում է, ուրեմն եկեք ֆիքսենք էպսիլոն դրական տիպ։ Քանի որ Tn-ը ձգտում է T-ին, ես կարող եմ գտնել n տեսակի էպսիլոն, n տեսակ n էպսիլոն, որ հեռավորությունը n էպսիլոն հանածտեն լինի փոքր էպսիլոնից։ Մասնավորապես ցանկացած x-ի համար B01-ից Tn էպսիլոն x հանած Tx-ը լինի փոքր էպսիլոնից։ Նույնպես առաջի դիտարկումն էր, քանի որ ձգտում էր Tn-ը ձգտում էր T-ին։ Երկրորդ դիտարկումը այն է, որ Tn էպսիլոնը կոմպակտ է, հետեւաբար Tn էպսիլոնը կիրառած B01-ի մեջ հարաբերական կոմպակտ է, այսինքն սրա փակումը կոմպակտ է։ Tn էպսիլոն կիրառում եմ B01-ի վրա, ստանում եմ կոմպակտ։ Մասնավորապես ճիշտ է այս հատկությունը, որ ես կարող եմ ընտրել վերջավոր թվով կետեր, գոյություն ունեն y1, yk, այնպես որ Tn էպսիլոն B01-ը ընկած է սրանց շուրջ կառուցած գնդերի միավորման մեջ, yg էպսիլոն, g-ն փոխվում է 1-ից k։ Այսինքն ինչ ունենք, B01-ի պատկերը Tn էպսիլոնով ընկած է սրանց մեջ ու ցանկացած x-ի համար 0,1-ից Tx-ի եւ Tn էպսիլոն x-ի միջև հեռավորությունը չի գերազանցում էպսիլոնը։ Այսինքն ես կարող եմ ասել հետեւյալը, որ եթե վերցնում եմ ցանկացած x B01-ից եւ ցանկացած y հաշից, ապա ճիշտ է հետեւյալը, Tx հանած y-ը չի գերազանցում Tn էպսիլոն x հանած y եւ գումարած Tn հանած Tn էպսիլոն այս երկուսը կիրառած x-ի վրա։ Ու սա էլ չի գերազանցում էպսիլոնը։ Այս անհավասարության շնորհիվ։ Այսինքն, որպեսզի B-ի պատկերը T-ով ես ընդգրկեմ գնդերի միավորման մեջ, ես սկզբից T մոտարկում եմ Tn էպսիլոնով, էպսիլոն ճշտությամբ ցանկացած x-ի համար միավոր գնդից եւ Tn էպսիլոնով B01-ի պատկերն եմ ընդգրկում գնդերի մեջ։ Այսինքն ինձ ստացվեց, որ Tnx y-ը ավելի փոքր է, քան Tn էպսիլոն x հանած y գումարած էպսիլոն։ Այստեղից միանգամից ստանում եմ, որ Tn էպսիլոնը այստեղից միանգամից հետևում է, որ Tn էպսիլոն B01-ը որտեղ ընկած կլինի։ Ուրեմն ցանկացած x-ի համար ստեղ կարող եմ գտնել ինչ-որ մի y, այնպես որ այս հեռավորությունը լինի ինչ-որ մի y այս նրանցից, որ այս հեռավորությունը լինի էպսիլոնից փոքր, ու այս երկրորդ անդամն էլ բոլոր դեպքերում էպսիլոնից փոքր ցանկացած x-ի համար։ Այսինքն ստեղից միանգամից եզրակացնում եմ, սա ընկած է միավորում g-ին հավասար է 1-ից k b yg 2 էպսիլոն։ Բայց կարող որ էպսիլոնը ցանկացած էր, տեղից միանգամից եզրակացնում եմ, որ
Սա ճիշտ է ցանկացած էպսիլոնի մի երբեք ես դրեցի, այստեղ p-ն էպսիլոն չէ, այստեղ p-ն էր։ Ամբողջ իմաստը դա է, որ p-ն է ընդգրկեն։ P-ն չէ, պարզապես p։ Տեղը վերցնում ենք YG նենց որ սա լինի փոքր էպսիլոնից, այդ դեպքում TX YG-ն լինում է փոքր 2 էպսիլոնից, այսինքն TX-ը ընդգրկված է ինչ որ մի գնդի մեջ։ Դեռ ամբողջ պատկերն է ընդգրկված գնդի մեջ։ Ուրեմն ցույց տվեցինք, որ եթե ունենք հավասարաչափ օպերատորային տոպոլոգիայով սահման, ապա կոմպակտությունը պահպանվում է։ Ուրեմն երկրորդ կետը ուզում ենք ցույց տանք, որ t-ն կոմպակտ է այն եւ միայն այն դեպքում, երբ t-ի համալուծն է կոմպակտ։ Դրա համար մեզ անհրաժեշտ է հետեւյալ lemma։ Ուրեմն ենթադրենք ունենք x-ն հաջորդականություն, որը ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայով։ Ապա զուգամիտությունը 0-ի հավասարաչափ է կոմպակտների վրա։ Այսինքն ցանկացած k բազմության համար, որը կոմպակտ է հաշում, եթե ես վերցնեմ սուպրեմում y-ը պատկանում է k-ին, y(x)-ն, ապա սա կձգտի 0-ի, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Մենք եկեք նայենք ինչ է ասում այս lemma։ Եթե x-ը ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայում, ապա այս արտահայտությունը ձգտում է 0-ի ցանկացած y-ի համար։ Թույլ տոպոլոգիան դա է, եթե վերցնում ենք սկալար արտադրյալ, Հիլբերտյան դեպքում սկալար արտադրյալ y(x)-ն, ապա սա ձգտում է 0-ի, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Եթե զուգամիտություն լիներ հավասարաչափ ըստ բոլոր y-ների միավոր գնդից, ապա կստանայինք նորմալ զուգամիտություն 0։ Հիշենք, որ սուպրեմում y(x)-ը եւ y-ը պատկանում է 0 կենտրոնով եւ մեկ շարավով գնդին, սա հենց x-ի նորմն է։ Այսինքն, եթե զուգամիտությունը հավասարաչափ է ըստ բոլոր y-ների միավոր գնդից, ապա ստանում ենք զուգամիտություն նորմով։ Հիմա lemma ասում է հետևյալը. եթե ունենք թույլ զուգամիտություն 0-ի, ապա այս զուգամիտությունը հավասարաչափ է ըստ կոմպակտների։ Բոլոր կոմպակտների վրա ունեն հավասարաչափ զուգամիտություն։ Ուրեմն սրա ապացույցը շատ հեշտ է, պետք է վերցնեք վերջավոր շվով y-ներ ու օգտագործեք մոտավորապես այս հատկությունը, որ ցանկացած ուրիշ անդամ կայից կարելի է մոտարկել նրանցով։ Դրա համար այս lemma ես չեմ ավարտի, փորձեք ինքնուրույն ապահովել, շատ հեշտ է, ամենաբան չկա անելու։ Մենք այս lemma կօգտագործենք, որպեսզի ցույց տանք, որ t-ի, եթե t-ն կոմպակտ է, ապա t-ի համալուծն է կոմպակտ։ Եթե ես ցույց տամ, արդեն մնացածը շատ հեշտ կլինի, քանի որ t-ի համալուծի համալուծը հենց d-ն է։ T-ի աստղանիշը նույն պատճառով սա կլինի կոմպակտ, բայց սա հավասար է t-ի կոմպակտ է։ Այսինքն, եթե ես մենակ ես մի ուղղությամբ ցույց տամ, ապա ամեն ինչ ապացուցած կլինի։ Ուրեմն անում ենք ելի նույն բանը, վերցնում ենք ինչ պետք է ցույց տամ, ես պետք է ցույց տամ, որ եթե ես ունեմ x-n հաջորդականություն, որը թույլ զուգամիտում է 0-ի, ապա t աստղանիշ x-ը զուգամիտում է 0-ի։ Հիմա եկեք գրենք, ինչ է նշանակում t աստղանիշ x-ը զուգամիտում է 0-ի, այդ նշանակում է սուպրեմում, երբ y-ը պատկանում է միավոր գնդին, y t աստղանիշ x-ն, սա պետք է գնահատենք, քանի որ սա հենց t աստղանիշ x-ի նորմն է։ Բայց սա ես կարող եմ գրել հետևյալ ձևով, սուպրեմում, y-ը պատկանում է միավոր գնդին, y t աստղանիշ x-ն, սա պետք է գնահատենք, քանի որ սա հենց t աստղանիշ x-ի նորմն է։ Հիմա եկեք գրենք, ինչ է նշանակում t աստղանիշ x-ը զուգամիտում է 0-ի,
y-ը պատկանում է b0,1-ին, ty x-ն կամ սա կարող եմ գրել հետևյալ ձևով սուպրեմում, երբ z-ը պատկանում է k-ին, հիմա գրենք թե կանով է zx-ն, որտեղ կան հավասար է, ստեղ ինչ են վերցրել, ստեղ վերցրել են ty-ները, որտեղ y-ը փոխվում է միավոր գնդում, այսինքն կան վերցնում են t-ն իրարած b0,1-ի վրա ու վերցնում եմ սրա փակումը, մասնավորապես այն ինչ որ ստացվում է կոմպակտ է հաշում։ Մի հատ նորից, ես ուզում եմ ցույց տալ, որ սա ձգտում է 0-ի, եթե x-ը թույլ ձգտում է 0-ի։ Գրում ենք սրա սահմանումը, սա սուպրեմումն է, այս նույնն է ինչ որ սա, ստանում ենք zx-ն, որտեղ z-ը փոխվում է կոմպակտում։ Բայց լեմի համաձայն, եթե x-ը ձգտում է 0-ի, ապա այս սուպրեմումը ձգտում է նույնպես ձգտում է 0-ի։ Որտեղ է ձգտում է սահմանությամբ։ Սրանով ավարտվում է ապացույցը, որ եթե t-ն կոմպակտ է, ապա t աստղանիշ նույնպես կոմպակտ է։ Դե երրորդ կետն էլ ինչպես պայմանավորվել էինք, ես թողնում եմ ձեզ, սրանով ապացույցն ավարտվում է։ Շատ լավ, մենք ուրեմն մոտեցանք մեր նպատակին, հիմա ուզում ենք ստանալ օպերատորների կանոնական տեսքը։ Մի հատ հիշենք, թե ինչի մասին է խոսքը։ Մեկ օրինակ նայենք։ Օրինակ, եթե մեր տարածությունը Հիլբերտյան վերջավոր չափանի է, ու մենք ունենք ինչ-որ մի t ինքնահամալուծ օպերատոր։ Այսինքն ուրիշ կերպ ասած, ես նայում եմ մատրիցներ, նայում ենք ասենք A մատրիցը, որտեղ AI-J-ն հավասար է AJ-ի համալուծ։ Ու նայում եմ համապատասխան գծային արտապատկերումը C-նից C-ն։ Ապա գծային հարաշվից անցնենք, որ այս տեսակ արտապատկերումները կարելի է բերել անկյունագծային տեսքի։ Ընդ որում կարելի է բերել անկյունագծային տեսքի օրթոնորմալ ձևափոխության միջոցով։ Այսինքն երկու ձևով կարող են գրել։ Մատրիցների համար կարող են գրել, որ գոյություն ունի U մատրից, N-ը ուրեմն սրա բանն է, չափողականությունն է, ուն ունիտար է այն իմաստով, որ իր հակադարձը համընկնում է համալուծի հետ, և գոյություն ունեն լյամդա 1, լյամդա n իրական թվեր, այնպես որ եթե ես կիրառեմ այս ուն աչից և ձախից, այսինքն ասենք աչից գրեմ ու, ձախից գրեմ ու մինուս 1 կամ ու աստղանիշ, ստացվում է անկյունագծային մատրից։ Ուրեմն այս մատրիցների լեզվով ասած էր, նույն բան ես կարող եմ հենց արտապատկերումների լեզվով ասել, առանց մատրիցները հիշատակելու, այս նույնն է, որ ասենք գոյություն ունեն P1, Pn օրթոնորմալ հենք հաշում և գոյություն ունի լյամդա 1, գոյություն ունեն լյամդա 1, լյամդա n իրական թվեր, այնպես որ t P-ին հավասար է լյամդա G P-ի G-ն 1-ից n։ Ուրեմն ինքնահամալուծ օպերատորների կանոնական տեսքն է վերջավոր չափանի տարածությունների մեջ։ Ցանկացած ինքնահամալուծ օպերատորի համար կարող ենք կառուցել տարածության մեջ ինքնահամալուծ հենք, օրթոնորմալ հենք, որը կազմված է մեր օպերատորի սեփական վեկտորներից։ Նույն բանը ճիշտ է, կամ եւս մի դիտարկում, ես կարող եմ գրել հետևյալ ձևով, որ t-ն, այս ինչ որ գրված է ստեղ, t-ն ունի հետևյալ տեսքը, t-ն հավասար է գումար G-ն 1-ից n, լյամդա G,
Ֆիժի կետ, այսինքն ստեղ պետք է դնեմ արգումենտը եւ անգամ ֆիժի։ Այն ինչ որ գրված է ստեղ, այս բոլոր պնդումները համարժեք են։ Մատրիցը կարելի է բերել անկյունագծային տեսքի, գոյություն ունի օրթոնորմալ հենք եւ իրական թվեր, այնպես որ P ֆիժին հավասար է լամբդա ֆիժի կամ P արտապատկերում կարելի է ներկայացնել այս տեսքով։ Եթե ուզում կիրառել ինչ-որ psi վրա, պետք է պարզապես ստեղ դնեմ psi։ Այս նույն բանը ճիշտ է անվերջ չափանի դեպքում, եթե բացի ինքնահամալություններով համապատասխան օպերատորը նաև կոմպակտ է։ Մեր հետևյալ թեորեմն է մեր առաջին նպատակը, ուրեմն թեորեմ դիցուկ ան ինքնահամալուց օպերատոր է եւ կոմպակտ է։ Ապա գոյություն ունի ֆիժի օրթոնորմալ հենք, եւ գոյություն ունեն լամբդա G իրական թվեր, այնպես որ եկեք երկու ձևով գրեմ։ Ուրեմն առաջինը, որ A ֆիժին հավասար է լամբդա G ֆիժի, ցանկացած G-ի համար, բայց սա էլ նույն բանն է, որ ասեմ, որ A-ն կարելի է ներկայացնել այս տեսքով։ G-ին հավասար է 1-ից անսահմանություն, լամբդա G ֆիժի կետ եւ մի հատ ֆիժի։ Այսինքն անվերջ չափանի դիվերսիոն տարածություններում ճիշտ է նույն արդյունքը ինչ որ վերջավոր չափանիում, այսինքն C-ում, եթե լրացուցիչ գիտեմ, որ օպերատորը կոմպակտ է։ Ուրեմն այն որ այս երկուսը նույն բանն է տալիս, այսինքն սա եւ սա նույն բանն է, դա հեշտ է հասկանալ։ Օրինակ, եթե ունեմ սա, վերցնեմ ստեղ կդնեմ ֆիկա, բոլոր անդամները կդառնան 0 բացի k-րդից, ու կստանամ a ֆիկան հավասար է լամբդա k ֆիկա։ Հակառակ ուղղությամբ կարող եմ վերցնել սկզբից վերջավոր գծային կոմբինացիաները, ստանամ այս գումարը վերջավոր գծային կոմբինացիաների համար ֆիժիների, հետո էլ անցնեմ սաների։ Նախքովս թողնում եմ ձեզ հասկանալու համար, որ n ասել, որ գոյություն ունի i սեփական վեկտորներից կազմված օրթոնորմալ հենք, ու ասել, որ a-ն ներկայացում է այս տեսքով, այդ նույն բանն է թողնում եմ ձեզ։ Մենք կապացնենք առաջինը, որ գոյություն ունի օրթոնորմալ հենք։ Ուրեմն ապակույց առաջի դիտարկում այն է, որ կարող ենք ենթադրել, որ a-ի միջուկը 0 է։ A-ի միջուկ բաղկացած 0-ից։ Եվ a-ն հավասար է 0-ի։ Ինչի որովհետև միշտ ես h-ը կարող եմ ներկայացնել հետևյալ ձևով։ H-ը հավասար է a-ի միջուկ, օրթոգոնալ գումար, a-ի պատկերի փակում։ Բայց a-ի պատկերի փակումը a-ի համալուծի պատկերի փակում բայց a-ի համալուծի պատկերի փակումը այդ նույնն է, անցյալ անգամ ենք տեսել, ինչ որ a-ի միջուկի օրթոգոնալ լրացումը։ H-ը միշտ կարելի ներկայացնել a-ի միջուկի եւ միջուկի օրթոգոնալ լրացման
օրթոգոնալ գումարի տեսքով։ Հիմա նկատենք, որ ուրեմն i միջուկ գնում է 0-ի, an i միջուկ արտապատկերում է 0-ի վրա։ I միջուկն է, այսել միջուկի օրթոգոնալ լրացումն է։ Երանե, երայի օրթոգոնալ լրացում կամ i պատկերի փակումը։ Ուրեմն ես մտնում եմ, որ այս օրթոգոնալ լրացումը ինվարիանտ է i-ի նկատմամբ, այսինքն եթե an կիրառում են օրթոգոնալ լրացման վրա, ապա ստանում եմ օրթոգոնալ լրացումը։ Ավելի փոքր բան կարող ստանամ, բայց ընկած է դրա մեջ։ Ինչի, որովհետև եթե վերցնեմ ցանկացած y, վերցնեմ ցանկացած y, որը պատկանում է i միջուկի օրթոգոնալ լրացմանը, ապա կարող եմ գրել հետևյալը, որ ցանկացած x-ի համար i միջուկից a y x-ը հավասար է y ax-ի, քանի որ a-ն ինքնահամալուց է, բայց ax-ն 0 է, քանի որ x-ը միջուկից է, բացի 0, այսինքն ay-ը նույնպես պատկանում է միջուկի օրթոգոնալ լրացմանը։ Այսինքն ես կարող եմ նայել i սահմանափակումը սրա վրա, ստեղ արդեն միջուկ կլինի 0, ու եթե ցույց տամ, որ ստեղ կա օրթոնորմալ հենք, կազմված i սեփական արժեքներից, ապա ստեղ կվերցնեմ ցանկացած օրթոնորմալ հենք ու կստանամ այն ինչ որ պետք է։ Այսինքն ես ամենասկզբից կարող եմ ենթադրել, որ i-ի միջուկը հավասար է 0-ի։ Ուրեմն մեզ այս արդյունքը պետք կլինի հաջորդ քայլի համար, որտեղ պետք է ապացուցենք, որ որտեղ պետք է ստանանք կոմպակտ օպերատորների կանոնական տեսքը։ Դրա համար այս արդյունքը մեզ պետք է լինի միայն դրական օպերատորներ։ Այսինքն ես ապացուցեմ այս արդյունքը դրական օպերատորների համար, ընդհանուր դեպքում համարյա տարբերություն չկա, այդտեղ թողնեմ ձեզ ինքնուրույն հասկանալու համար։ Այսինքն այս պայից սկսած ես ենթադրեմ, որ ցանկացած x-ի համար ax x-ը մեծ կամ հավասար է 0-ից։ Կամ կարող եմ ասել փոքր կամ հավասար է 0-ից, քանի որ վերցնեմ մինուսան կդառնա մեծ կամ հավասար է 0-ից։ Մի պահ ենթադրենք, որ ապահովեցել ենք հետևյալ լեմը։ Լեմ։ Ես վերցնում եմ կոմպակտ ինքնահամալուծ օպերատոր։ Դիցուկ a-ն հավասար է a աստղանիշի կոմպակտ է։ Եվ լյամդայով նշանակում եմ հետևյալ սուպրեմումը։ Սուպրեմում a(x)(x), որտեղ x-ը պատկանում է h-ին։ Չէ, եթե ստեղծվեն x-ը պատկանում է h-ին, ես կդառնա անսահմանություն, x-ը պատկանում է h-ին եւ նորմը հավասար է 1-ին։ Ու ենթադրենք, որ սա մեծ է 0-ից։ Այսինքն ես չեմ ենթադրում, որ an դրական է, ասում որ ենթադրենք այս մեծությունը մեծ է 0-ից։ Ապա գոյություն ունի phi, մեկ երկարությամբ, այնպես որ a-ին հավասար է լամդա phi։ Մի հատ նորից վերցնում եմ կոմպակտ օպերատոր, չեմ ենթադրում, որ սա ճիշտ է, այս լեմը ընդհանուր դեպքում է ճիշտ, սա դեռ չեմ ենթադրում, վերցնում եմ կոմպակտ օպերատոր ու լամդայով նշանակում եմ այս քառակուսային ձևի սուպրեմումը միավոր սֆերայի վրա։ Ուրեմն սա վերջավոր է, քանի որ անսահմանափակ օպերատոր է։
Այսինքն ես չի կարող երադացել I նորմը։ Ու ենթադրում որ սա մեծ կամ հավասար է 0-ից, մեծ է 0-ից, հավասար չի, մեծ է 0-ից։ Ուրեմն եզրակացությունն է, որ սա անպայման սեփական արժեք է, ափին հավասար է լամբդա ֆի։ Ուրեմն ենթադրենք, որ սա ապացուցած է, այդ դեպքում կարող եմ անել հետևյալը։ Վերցնում եմ լամբդա 1-ով նշանակում եմ հիմա արդեն ենթադրում եմ, որ ան մեծ կամ հավասար է 0-ից, այսինքն ստեղ բնականաբար նույնն է, որ ասենք ան մեծ կամ հավասար է 0-ից, ըստ սահմանման, եմ ենթադրում եմ, որ ան մեծ կամ հավասար է 0-ից, եւ լամբդա 1-ով նշանակում եմ հենց այն ինչ որ ունեինք, սուպրեմում AXX, երբ x-ի նորմը հավասար է 1-ի։ Հիմա հնարավոր է երկու դեպք։ Եթե մեզ է ստացվել, որ այս լամբդա 1-ը հավասար է 0-ի, ուրեմն երկու դեպք։ Լամբդա 1 հավասար է 0-ի, այդ դեպքում A օպերատորը պարզապես հավասար է 0-ի։ Քանի որ ինչ է ստացվում, ստացվում որ AXX հավասար է 0-ի, քանի որ եթե ցանկացած x-ի համար հաշվից AXX-ը հավասար է 0-ի, ապա ան հավասար է 0-ի։ Օրինակ կարող եք օգտագործել այն փաստը, որ երկգծային ձևերը միարժեք որոշում են արժեքներով անկյունագծի վրա։ Օրինակ սկալար արտադրյալը գտնելու համար բավական է իմանալ սկալար արտադրյալի արժեքը, բավական է իմանալ նորմը։ Ուրեմն կոմպլեքս ինվերսիոն տարածության մեջ երկգծային, այսինքն երկգծային չէ, 1.5 գծային, այսինքն մի արգումենտի նկատմամբ գծային, մյուսի նկատմամբ շեղգծային ֆունկցիաները միարժեք որոշվում են իրենց արժեքներով անկյունագծի վրա, այսինքն միարժեք որոշվում են AXX արժեքներով։ Մի խոսքով, այս վարժություն է ցույց տալ, որ եթե ունենք ինքնահամալուծ օպերատոր ու AXX հավասար է 0-ի ցանկացած x-ի համար, ապա ան հավասար է 0-ի։ Հիմա ստեղ ես ենթադրել եմ, որ AXX-ը մեծ կամ հավասար է 0-ից, եթե սուպրեմում պարզում եմ, որ հավասար է 0-ի, ապա ինքը պարզապես հավասար է 0-ի։ Այսինքն առաջին դեպքում, եթե լամբդա 1 հավասար է 0-ի, ան հավասար է 0-ի ու այլ բան չկա ապացուցելու, դե կարող եմ վերցնել ցանկացած օրթոնորմալ ենք։ Այսինքն այս դեպքում, քանի որ ես ենթադրել եմ, որ միջուկը 0 է, նշանակում է միջուկի լրացումն էլ է, քանի որ ենթադրել եմ, որ միջուկը արդեն իսկ վերցրել եմ միջուկի օրթոգոնալ լրացումը, այս բանը կարող է միայն այն դեպքում, եթե օրթոգոնալ լրացումը պարզապես 0-ն է։ Հիմա նայենք երկրորդ դեպքը, երբ լամբդա 1-ը մեծ է 0-ից, լեմի համաձայն կարող եմ գտնել φ1, 1 երկարությամբ, S սֆերան է, հաշում, այնպես որ A φ1-ը հավասար է լամբդա 1 φ1։ Հիմա նայում եմ H2 տարածությունը, որը φ1-ով ծնված ենթատարածության օրթոգոնալ լրացումն է։ Ուրեմն շատ հեշտ է ապացուցել, որ այս H2 տարածությունը ինվարիանտ է A-ի համար, AH2 ցանկացած H2-ի մեջ։ Ու սրայից ես կարող եմ անել լրիվ նույն գործողությունը։ AH2 ցանկացած H2-ի մեջ այս նոր ստացված օպերատորի, այսինքն A-ի սահմանափակում H2-ի վրա էլի ունի միայն տրվյալ միջուկ, կարող եմ գրել լամբդա 2-ը, որը հավասար է սուպրեմում, եկեք սրանում դրենք A2, սուպրեմում A2XX, երբ x-ը պատկանում է H2-ին և նորմը հավասար է 1-ի, էլի հնարավոր է երկու դեպք կամ լամբդա 2-ը հավասար է 0-ի, այդ դեպքում ան A-ի սահմանափակումը H2-ին դառնում է 0, կամ ինքը մեծ է 0-ից, այդ դեպքում կարող եմ կառուցել սեփական վեկտոր։ Եթե լամբդա 2-ը մեծ է 0-ից, ապա կարող եմ կառուցել սեփական վեկտոր, գոյություն ունի φ2, որը պատկանում է H2-ին 1 նորմով, այնպես որ A φ2-ը հավասար է լամբդա 2 φ2։ Եվ այլն, շարունակում եմ ես,
Ուրեմն կառուցեմ վերջավոր կամ անվերջ հաջորդականություն, քանի որ մեզ լամբդա 2-ը ինքը բնականաբար լամբդա 1-ից մեծ լինել չի կարող։ Քանի որ լամբդա 1-ը սուպրեմումն է բոլոր x-երի համար, լամբդա 2-ը սուպրեմումն է նույն արտապատկերման համար, ինչ որ ենթատարածության վրա։ Այսինքն կառուցեմ լամբդա 1, լամբդա 2 եւ այլն հաջորդականություն եւ p1, p2 եւ այլն օրթոնորմալ հաջորդականություն, այնպես որ a p g-ն հավասար է լամբդա g p g-ին ցանկացած g-ի համար։ Մեծ հաջորդականությունը կարող է լինել անվերջ կամ վերջավոր։ Եթե ինքը վերջավոր է, ապա ինչ որ մի պահի ստանում են, որ լրացումը, օրթոգոնալ լրացումը սրանց տրիվիալ է, 0 է ու ստանում եմ ինչ որ պետք է։ Հիմա եթե սրանք անվերջ են, եթե հաջորդականությունը անվերջ է, եթե լամբդա g-ն անվերջ է, ապա այս պնդում եմ, որ լամբդա g-ն պարտավոր է ձգտել 0-ի։ Եվ g-ն ձգտում է անսահմանության։ Ինչի, որովհետև եթե հանկարծ պարզվի, որ լամբդա g-ն բոլորը, ուրեմն եթե լամբդա g-ն մեծ կամ հավասար է ինչ որ մի դելտայից, որը մեծ է 0-ից, ապա ես կարող եմ նկատել հետևյալը, ես վերցնում եմ pg հաջորդականությունը անպատասխան։ Pg-ն օրթոնորմալ համակարգ է, իսկ ես գիտեմ, որ ցանկացած օրթոնորմալ համակարգ ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայով։ Pg-ն ձգտում է 0-ի, իսկ A արտապատկերումը կոմպակտ է, հետևաբար A Pg-ն պետք է ձգտի 0-ի ուժեղ տոպոլոգիայով։ A Pg-ի նորմը պետք է ձգտի 0-ի։ Բայց A Pg-ի նորմը ես հեշտությամբ կարող եմ հաշվել, որտեղ A Pg-ն հավասար է լամբդա g Pg, Pg-ի նորմը 1 է, լամբդա g-ն էլ մեծ կամ հավասար է դելտայից։ Այսինքն ստանում եմ հակասություն, հետևաբար լամբդա g-ն պարտավոր է ձգտել 0-ի։ Սրանով ապացույցն ավարտվում է, որովհետև դա էր մեր Ինչերս ես տեսնում, ես մոռացել եմ ասել, որ լամբդա g-ն ինքը պարտավոր է ձգտել 0-ի։ Ուրեմն A Pg-ն հավասար է լամբդա Pg եւ լամբդա g-ն ձգտում է 0-ի եւ g-ն ձգտում է անսահմանության։ Կոմպակտ օպերատորների համար գոյությունն է օրթոնորմալ հենք, այնպես որ համապատասխան սեփական արժեքները ձգտում է 0-ի, գոյությունի օրթոնորմալ հենք, որը կազմված է սեփական վեկտորներից i եւ համապատասխան սեփական արժեքները ձգտում են 0-ի։ Այստեղ մենք այդ ապահովեցինք դրական օպերատորների համար, կամայական օպերատորների համար ապահովությունը մոտավորապես նույնն է, այսինքն պետք է վերցնենք այս նույն բանը անենք նկատելով, որ դրականությունը համարյա թե չի օգտագործվել, այսինքն հանենք դրանք այս Pg-ները այնքան մինչև ստացվի բացասական օպերատոր, հետո բացասականի համար այս նույն բանը։ Մի խոսքով այս բանը թողնում եմ ձեզ։ Դե սրանով ապացույցն ավարտվում է թեորեմի, բայց ես պետք է ապացուցեմ լեմը։ Լեմի ապացույց։ Նշեցնեմ, որ լամբդան այդ ինչն էր, այդ սուպրեմումներ AX x-ի, որտեղ x-ը պատկանում է միավոր սֆերային։ Եթե սենց է գրած, ես մի անգամից տեսնում եմ, որ հետևյալ ֆունկցիան, եթե սահմանեմ fx, որը հավասար է ինչ եմ ուզում, ես x-ի նորմը ավելացնել ստեղ, լինում է լամբդա x
քառակուսի հանած ax x։ Դիտարկենք այս ֆունկցիան, որտեղ x-ը պատկանում է h-ին։ Ես պետք է որ այս ֆունկցիան մեծ կամ հավասար է 0-ից։ Մեծ կամ հավասար է 0-ից ցանկացած x-ի համար։ Ինչի, որովհետև ես fx-ը կարող եմ գրել հետևյալ ձևով։ fx-ը ես կարող եմ գրել, եթե x-ը 0 է, ապա բան չկա ապացելի, եթե x-ը 0 չի, ապա ես կարող եմ գրել x քառակուսի անգամ լյամդա հանած a x1 x1, որտեղ x1-ը այդ x-ը բաժանած x-ն էր։ Բայց սա ինքը մեծ կամ հավասար է 0-ից, քանի որ լյամդան սուպրեմում էր։ Ուրեմն նայում ենք ես fx ֆունկցիան, ինքը մեծ կամ հավասար է 0-ից, ենթադրենք ես գտել եմ phi, ենթադրենք, թե phi-ն որը պատկանում է սֆերային, բավարարում է հետևյալ հավասարությանը f-ին հավասար է 0-ի։ Ենթադրենք գտել եմ phi, որի համար f-ին հավասար է 0-ի։ Ապա ես պետք է որ ստեղից մի անգամից հետևում է, որ a-ին հավասար է լամդա phi։ A-ին հավասար է լամդա phi, այս դեռ չգիտենք, այս պետք է ապահովենք։ Ոնց ենք անում, ունենք fx ֆունկցիան, որը դրական է եւ phi կետում ընդունում է իր մինիմալ արժեքը։ Հետևաբար, եթե ես նայեմ ցանկացած, եթե ես վերցնեմ ցանկացած psi վեկտոր եւ նայեմ f phi գումարած psi-ին, ուրեմն ինքը բնականաբար կլինի մեծ կամ հավասար 0-ից, քանի որ դա հավասարությունը միշտ է ճիշտ։ Ուրեմն այս ֆունկցիան ընդունում է ունի մինիմում տեն հավասար է 0 կետում։ Ունի մինիմում տեն հավասար է 0 կետում։ Հետևաբար ածանցալը պետք է լինի 0։ Այսինքն ածանցալը պետք է, եթե գոյություն ունի, ապա տեն հավասար է 0 կետում, ածանցալը պետք է հավասար լինի 0-ի։ Նայեք տեսնենք ինքը ինչ է, ածանցալը ինչ է։ Ուրեմն ունենք լամդա phi գումարած psi քառակուսի գումարած a phi գումարած psi phi գումարած psi։ Սա մեր ֆունկցիան է f, սա մեր f-ն է phi գումարած psi կետում։ Ուրեմն եթե ածանցում եմ, ստեղից մի անգամից տեսնում եմ, որ այս n ինչ որ ստացվում է, այդ բազմանդամ է ըստ էի։ Ուրեմն եթե ես ածանցում եմ սա, f phi գումարած psi-ին, ու վերցնում եմ t-ն հավասար է 0-ի, ինչ է ստացվում։ Ըստ էի ես ունեմ մի քիչ մտքով որ հաշվենք, լինում է phi քառակուսի, p psi քառակուսի, որը քառակուսային է, ածանցալը 0-ին կլինի 0, մնում է միայն phi եւ psi արտադրյալները, այսինքն ստացվում է իրական մաս phi psi եւ նույն ձևով գումարած իրական մաս կարող է երկուսը պետք դիմացել, իրական մաս a phi psi։ Այսինքն հավասար է, ստեղից եզրակացնում եմ, որ իրական մաս psi մի հատ լամդան եմ մոռացել, որտեղ պետք լամդան դնել, լամդան պետք է դնել այս սրա դիմացը, լամդա psi գումարած a psi հավասար է 0-ի,
Բայց psi-ն կարող եմ փոխարինել i անգամ psi-ով, մի խոսքով շեշտությամբ հասկանում եմ, որ ոչ միայն իրական մասն է 0, այլև ամբողջն է 0, ուստեղ պետք է որ մի հատ էլ մինուս նշան եմ ստանալ, այստեղ պետք է լինի մինուս, դեռ ստեղել, ստեղել կլինի մինուս։ Այսինքն ստեղից ստանում եմ, որ եթե նույն սկալարի տակ գրեմ, լամդա phi անած a phi sin հավասար է 0-ի։ Ընդ որում սա ճիշտ է ցանկացած psi-ի համար, psi-ն ցանկացած վեկտոր է, դե ստեղծել մի անգամ ստացվում է լամդա phi-ն հավասար է a phi-ի։ Այսինքն, եթե ես գտել եմ ինչ-որ մի phi վեկտոր, որի համար այս ֆունկցիան հավասար է 0-ի, այսինքն a phi-ին հավասար է լամդա phi քառակուսի, ապա լեմը ապացուցված է։ Հիմա եկեք տեսնենք ինչի է դա ճիշտ։ Ուրեմն առաջի կետներ։ Երկրորդ կետը կառուցենք phi սֆերային պատկանող, այնպես որ լամդան հավասար լինի a phi phi։ Ուրեմն լամդան ինչ է, լամդան սուպրեմումն էր a(x)-ի եւ x-ի նորմա 1 էր։ Հետեւաբար ես կարող եմ գտնել x-ն հաջորդականություն s-ից, այնպես որ a x-ը զուգամիտի լամդայի, բայց x-ը միավոր սֆերայի վրա է, ես կարող եմ ենթադրել, որ x-ը թույլ զուգամիտում է ինչ-որ մի վեկտորի, phi, այդ դեպքում, քանի որ a-ն կոմպակտ է, ես եզրակացնում եմ, որ ax-ը զուգամիտում է a phi-ին։ Ու այս երկուսից էլ, քանի որ սա զուգամիտում է լամդային, ես կարող եմ եզրակացնել, որ այս երկուսից, որ a phi phi-ն հավասար է լամդայի պարզապես։ A phi-ին զուգամիտում է լամդայի, ուրեմն a phi-n a phi-n phi-n-ը phi-n-ը զուգամիտում է x-ը ներողություն phi-n-ը չի։ A x-ն ուրեմն a x-ն x-ը ինքը զուգամիտում է a phi-ին, քանի որ x-ը թույլ զուգամիտում է phi-ին, a x-ը ուժեղ զուգամիտում է a phi-ին, բայց մյուս կողմից a x-ը զուգամիտում է լամդային, այսինքն սա հավասար է լամդային։ Այսինքն ես ստացա, որ a phi-ին հավասար է լամդայի, հիշեցնեմ, որ լամդան մեծ է 0-ից, ընդ որում phi-ի նորմա ինքը չի կարող 1-ից մեծ լինել, բայց 1-ից փոքր չի կարող լինել, հակառակ դեպքում կբազմապատկեինք, կբաժանենք նորմի վրա, կստանայինք լամդայից ավելի մեծ տիպ։ Մի խոսքով, ինքնուրույն համոզվեք, որ phi-ի նորմա պարտավոր է հավասար լինել 1-ի։ Այսինքն ես կառուցեցի այն վեկտորը, որը պահանջվում էր։ Սրանով լեմի ապացույցն ավարտվում է եւ ավարտվում է նաեւ ինքնահամալուծ օպերատորների համար այդ ներկայացման ապացույցը, այսինքն ապացուցեցինք այս թեորեմը։ Որ ցանկացած ինքնահամալուծ կոմպակտ օպերատոր ներկայացնում է այս տեսքով։ Եվ վերջապես մեր արդյունքը, ուրեմն Ռիթ-Սայմոնի գրքում այս ապացույցը մի քիչ ուրիշ ձևով է արված, հիմնված է կոմպլետ փոխական ֆունկցիաների տեսության վրա, այդ էլ է օգտակար կարդալ եւ հասկանալ։ Մեր ապացույցը չէր օգտագործում այդ բանը։ Եվ վերջապես թեորեմը, կոմպակտ օպերատորների կանոնական տեսքը, թեորեմ, ուրեմն դիցուկ an
սահմանափակ օպերատոր է, բայց նաև կոմպակտ է։ Ապա գոյություն ունի երկու օրթոնորմալ համակարգ, գոյություն ունեն Pn, Cn օրթոնորմալ համակարգեր։ Չեմ ասում հենք, որովհետև կարող է հենք չլինեն համակարգեր։ Եվ գոյություն ունեն լամդա n դրական թվեր, որոնք ձգտում են 0-ի, այսինքն այդ թվերը կլինեն խիստ դրական։ Այնպես որ an ներկայացում է հետևյալ ձևով, an հավասար է n-ը 1-ից, լավ գրեմ մեծ հավասար 1-ից, որտեղ կարող է վերջավորել լինի, լինում է լամդա n, Pn կետ և Cn։ Այսինքն տարբերությունն է, որ ստեղ վեկտորները տարբեր են։ Եթե լիներ ինքնահամալուծ, Pn-ը հավասար կլիներ Cn-ի, ինքնահամալուծ չի, դրա համար վեկտորները տարբեր են։ Մենք արդեն ժամանակ չունենք, ժամանակը վաղուց վերջացել է, եկեք ես պարզապես մտահղացում ասեմ, շատ հեշտ է դուրս բերել նախորդ թեորեմից, ապացույց։ Եկեք վերցնենք այն դեպքը, երբ i-ի միջուկը 0 է։ Այդ դեպքում նախորդ դասախոսությանը մենք ուսումնասիրեցինք բևեռային ներկայացումը, ասեցինք, որ an ներկայացում է u անգամ i-ի մոդուլը, որտեղ i-ի մոդուլը այդ քառակուսի արմատ աստղանիշան էր։ Հիմա, եթե i-ի միջուկը 0 է, ապա այս ընդ որում ստեղ u-ն պետք է լիներ մասնակի իզոմետր, բայց եթե i-ի միջուկը 0 է, u-ն պարզապես իզոմետր է։ U աստղանիշ u-ն հավասար է u աստղանիշ հավասար է միավոր մարտապատկերման։ Ընդ որում ստեղ ունենք նաև i մոդուլ, դժվար չի ցույց տալ, որ եթե անկոմպակտ է, ապա i մոդուլն էլ է կոմպակտ։ Իրականում դրա անհրաժեշտությունը չկա, Ռեյդ-Սայմոնի գրքում կարող եք տեսնել ուրիշ ապացույց, մի քիչ ուրիշ ապացույց, որը չի օգտագործում, բայց ըստ էության տեղի ունենում հետևյալը։ An մենք ներկայացնում ենք i մոդուլը այդ ինքնահամալուծ օպերատոր է, ներկայացնում ենք գումար n հավասար է 1-ից անսահմանություն, լամդա n 0-ից ձգտող նվազող հաջորդականություն Pn տեսքով, ստեղ եթե կիրառում ենք un, որը մենք գիտենք արդեն an է, ստացվում է հետևյալը գումար n հավասար է 1-ից անսահմանություն, լամդա n, Pn և u-Pn, բայց ունիտար նշանակում է n ինչ որ ստացվում է նույնպես օրթոնորմալ համակարգ է։ Ըստ էության սա է տեղի ունենում, փոքր տեխնիկական դետալներ կան, բայց ապացույցը իրականում շատ հեշտ է, ես առաջարկում եմ ապացույցը մանրամասն կարդալ Ռեյդ-Սայմոնի դասագրքում, ես էլ չի ամբողջ ապացույցը։ Այսինքն կոմպակտ օպերատորները կարելի է ներկայացնել, միշտ կարելի է ներկայացնել այս տեսքով։ Շատ լավ, այս սրանով մեր դասընթացն ավարտվում է։ Ուրեմն նրանց համար, ովքեր ծանոթ են չափի տեսությանը, առաջարկում եմ Ռեյդ-Սայմոնի գրքում կարդալ նաև հաջորդ գլուխը, 7-րդ գլուխն է, որը կոչվում է սպեկտրալ թեորեմ։ Այդ 7-րդ գլուխն է։ Այդ օգտագործում է չափի տեսությունը, բայց որը ըստ էության ասում է, որ ինքնահամալուծ կոմպակտ օպերատոր, ինքնահամալուծ, բայց ոչ պարտադիր կոմպակտ օպերատորների համար նման արդյունք նույնպես ճիշտ է։ Այսինքն պարտադիր չի, որ լինեն սեփական արժեքներ, բայց կա ինչ որ ներկայացում։ Այսինքն եթե ուզում եք զբաղվել ինչ որ չափով անալիզով, սպեկտրալ թեորեմը ամենաանհրաժեշտ արդյունքներից է։ Մենք չենք ուսումնասիրի ստեղ, բայց չենք ուսումնասիրի այս դասընթացում, բայց ովքեր որ ցանկանում են, կարող են կարդալ Ռեյդ-Սայմոնի դասագրքում։ Շատ լավ, սրանով մեր դասընթացն ավարտվում է, հաջողություն եմ ակումբողորին, հուսով եմ նորից կհանդիպենք։ Տեսություն բոլորին։